են հաճախում բուլղարահայեր, Մելքոնյան են հաճախում եվրոպական երկրներից, որովհետև գիշերօթիկ դպրոց։ Այսինքն սա բացարձակապես անհիմն է համարում ես։ Այս պատճառաբանությունը, առաջի պատճառաբանությունը։ Երկրորդ պատճառաբանությունը ուրեմն այս հետևյալն էր։ Մելքոնյան վարչանը չի ծառայում նպատակներին, իր նպատակին։ Հարց է առաջանում, որն է Մելքոնյան կրթական հաստատության նպատակը։ Ուրեմն սա հետաքրքիր էր այս կետը, եւ մենք ձեռք բերեցինք Մելքոնյան եղբայրների կտակը, որը պահպանվում էր, չէր ներկայացվում հանրությանը։ Մենք ձեռք բերեցինք Մելքոնյան եղբայրների երրորդ եղբոր Թորան միջոցով։ Այնտեղ նշվում է, որ Մելքոնյան հաստատությունը կառուցված է հայապահպանման եւ չունևոր երեխաների կրթություն ապահովելու համար։ Այսինքն հայապահպանումը Սփյուռքում իրոք պրոբլեմ է, ձուլումը զարգանում է։ Այսինքն եթե նպատակը չի ծառայում, այսինքն Մելքոնյանի նպատակը արդյոք հայապահպանումը չէ, գիտենք, որ բարեգործականի նպատակն է գլխավոր հայապահպանում։ Այսինքն բարեգործականը բացարձակապես ոչ միայն իրավունք, այլ այս գաղափարը անհեթեթ է, այս կետը անհեթեթ է։ Մյուս կետը ֆինանսականն էր։ Ուրեմն ասվում էր, որ Մելքոնյանը ծախսը շատ մեծ, Մելքոնյան հաստատության, պահելու ծախսը մեծ է։ Ուրեմն Մելքոնյան հաստատությունը երբ հիմնվեց, Մելքոնյան եղբայրները բացի հիմնելուց նաև տրամադրեցին իրենց ամբողջ ունեցվածքը, որը այն ժամանակ կազմում էր 700,000 ֆունտ ստերլինգ, սա 1924-25 առելի մեծ գումար, որը այսօր 1.5 միլիարդ դոլարին համարժեք է։ Ասեմ ինչպես այս հետևությանը եկան։ Մելքոնյան հաստատության վրա, որը 125,000 քառակուսի մետր տարածք ունի եւ շենքերը, հիմա առաջարկում են այդ գնահատվում է 80 միլիոն դոլար այդ տարածքը եւ ծախսվել է 30,000 ֆունտ ստերլինգ։ Դե պատկերացրեք 700,000 ֆունտ ստերլինգը ինչ մեծ գումար է կկազմի, եթե այն ներդրվեր խելացիորեն, գնվեին հողեր, տարածքներ եւ այլն, ներդրվեր խելացիորեն։ Այս գումարը տրված էր տնօրինման, բարեգործականի տնօրինման։ Այսինքն դուք պնդում եք, որ բարեգործական միությունը գումարները լավ չի տնօրինել, ճիշտ չի տնօրինել։ Այո, դա ճիշտ է, որովհետեւ այդ գումարից այսօր միայն մնացել է 5.5 միլիոն դոլար։ Եվ կտակում նշված է եւ շատ հստակորեն եւ կոնկրետ, որ այդ գումարի միայն տոկոսները պետք է օգտագործվեն։ Ինչպես 1.5 միլիոնը դարձավ միլիարդը դարձավ 5.5 միլիոն։ Այս հարցը դուք ում եք ուղղում։ Այս հարցը մենք ուղղել ենք բարեգործականին, բայց ցավոք նրանք չեմ նույնիսկ կոնկրետ ընդդեմ պատասխանատուներն ովքեր են։ Ուրեմն կա կենտրոնական հանձնաժողով կամ կենտրոնական վարչություն 16 հոգուց է կազմված եւ իրենք են, որ կառավարում են ամբողջ բարեգործականի ֆունկցիաները։ Այս հանձնաժողովն է, որ ընդունում է որոշումներ, նաեւ Մելքոնյանի փակման որոշումը։ Հայ, ես լսել եմ նաեւ մեկ այլ պատճառաբանություն, որը հավանաբար վրիպել է քո տեսադաշտից։ Այն է, որ երբ որ Հայաստանը արդեն ունի անկախ պետություն, սփյուռքահայերը ձգտում են գալ եւ սովորել Հայաստանում։ Եվ հենց այս պատճառով է, որ Մելքոնյան վարժյանի դերը նվազել է եւ նա, այսինքն նա ռեսուրսներ ծախսել դա պահելու համար այլևս էֆեկտիվ չի։ Բոլոր այդ միջին արևելքի Եվրոպայի ուսանողները ձգտում են գալ Հայաստան։ Նրանք Սորբոն չեն գնում, Քեմբրիջ չեն գնում, գալիս են Երևանի պետական մանկավարժական համալսարան։ Ուրեմն գալիս են Երևան ուսանելու համալսարան են գալիս։ Թող գան, մենք դեմ չենք դրան, թող բարեգործականը Հայաստանում բացի ուրիշ կրթական հաստատություններ, թող Հովանավորի համալսարանին, մենք դա բացարձակապես դեմ չենք, թող սփյուռքահայերը կարողանան շարունակել իրենց ուսումը Հայաստանում։ Բայց փակել
հայ պատմության մի մասնիկ ոչնչացնել այն, դա ես համարում եմ հանցագործություն։ Եվ այս, որ նշեցի քանակը, Սփյուռքում հայեր կան, այսինքն Մելքոնյանը միշտ եթե կառավարվի ճիշտ, Մելքոնյանը կգործի, ինքնաբավ հաստատություն է Մելքոնյանը, եւ Մելքոնյանը կգործի, այսինքն դա պատճառ չէ փակելու դպրոց, այսինքն Սփյուռքում ասենք փակել բոլոր դպրոցները, ոչնչացնել եւ ասենք, որ մենք պահպանում ենք Սփյուռքը։ Ես կարծում եմ դա։ Բայ Հայկ, մենք իրար հետ նշեցինք մոտ 5-6 պատճառ, թե ինչու են ուզում փակել այդ վարժանը։ Ձեր կարծիքով այս պատճառների մեջ ճշմարտությունը ինչի մեջ է թաքնված, այնուամենայնիվ։ Չէ՞ որ բարեգործականի ղեկավարները այդքան էլ հայատյաց չեն։ Եվ բարձր որ կա ինչ-որ լուրջ պատճառ, ձեր կարծիքով ճշմարտությունը որտեղ է թաքնված։ Ուրեմն Մելքոնյանը արժե այսօր $80 միլիոն։ Մենակ չասեք, թե փակում են, որպեսզի շենքը վաճառեն։ Դե հիմա ասում էին, որ չենք վաճառելու, բայց հիմա ասում են կտեսնենք ինչ տեղի կունենա։ Գլխավոր նպատակը Չեմ բացառում վաճառ կա։ Չեմ բացառում։ Սա երկրորդ քայլն է։ Հա, սա արդեն երկրորդ քայլն է։ Երրորդը արդեն կվաճառեն։ Վաճառ։ Բարեգործական ուրեմն երբ Ամերիկան վերջերս բորսա տեղի ունեցան որոշ խախտումներ, այսինքն բարեգործական կորցրել է բավական գումարներ, այսինքն ներդնումներ։ Եվ բարեգործականին պետք է նոր գումարներ ծածկելու այդ ճեղքվածքը։ Մելքոնյանը հիմա արժե 80 միլիոն, դա քիչ գումար չէ։ Երկրորդ պատճառը, որ կասեի, այսինքն առաջի պատճառը զուտ ֆինանսական է։ Ֆինանսական գումարները ձեր գցելու միջոց։ Երկրորդը ուրեմն Հայ, սա լուրջ մեղադրանք է։ Դուք պատրաստ եք սա դատարանում պաշտպանել։ Մենք ուրեմն սկսում ենք դատական գործ